Առաջինի ուղիղ եթերում շարունակում է Առավոտ լուսոն, մենք էլ շարունակում ենք խոսել կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին, այսօր սիրելի հեռուստադիտողներ, խոսելու ենք կոնֆլիկտների մասին, մասնավորապես աշխատանքային միջավայրում։ Իհարկե հաճախ կոնֆլիկտները պարզապես անխուսափելի են, բայց փորձելու ենք հասկանալ, թե ինչու են դրանք առաջանում եւ ինչպես կարելի է այս որոշ առումով դեստրուկտիվ երևույթը շատ ավելի կոնստրուկտիվ, կառուցողական դարձնել, հատկապես աշխատանքային միջավայրում։ Զրուցելու ենք կոնֆլիկտաբան քոուչ Աստղինե Խաչատրյանի հետ, բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Փոխանդարձաբար ես եմ շնորհակալ։ Սիրով, շատ հետաքրքիր թեմայի մասին ենք այսօր խոսելու, բայց առաջարկում եմ զրույցը սկսենք խոսելով այն մասին եւ ասելով առհասարակ, թե ինչ է կոնֆլիկտը, ինչպես է այն առաջանում եւ ինչու է բոլորիս մոտ առաջին հերթին այդ բացասական ասոցիացիան, երբ ասում ենք կոնֆլիկտ բառը առհասարակ։ Տեսեք, մարդիկ այո հաճախ այսպես կոնֆլիկտին շատ բացասական են վերաբերվում, որովհետև թվում է թե ինքը շատ դեստրուկտիվ է, բայց եկեք մի քիչ այսպես ավելի խորքային մոտենանք հարցին, եթե նայենք մասնագիտական մոտեցմամբ, կոնֆլիկտը համարվում է կողմերի միջև պատկերացումների, շահերի իրական եւ կամ թվացial բախում, հա, կուզեմ այստեղ թվացialը շեշտել, ինչու, որովհետեւ շատ հաճախ մարդկանց թվում է թե իրենց շահերը բախում են, որովհետեւ կոնֆլիկտը առաջանում է արդեն այն փուլում, երբ որ դադարում է հաղորդակցությունը։ Պարտադիր չի, որ մարդիկ դադարեն միմյանց հետ շփվել, բայց այստեղ ավելի շատ դադարել հաղորդակցություն ասելով հասկանում ենք, որ սկսում են չխոսել այն մասին, ինչ որ իրենց ցավացնում է, ինչ որ իրենց դուր չի գալի, հա, ինչի պատճառով այսպես որ ծնվել է կոնֆլիկտը, հա, ու դրա համար բաց հաղորդակցությունը լայն հաշվով կոնֆլիկտների ինչ որ առումով կանխարգելման կամ առողջ լուծման ամենակարևոր գործոններից մեկն է։ Հնարավոր է արդյոք առհասարակ խուսափել կոնֆլիկտներից, մասնավորապես աշխատանքային, այսպես մթնոլորտում, թե դա թյուրն բռնում է։ Չեմ կարծում, որ ամբողջությամբ հնարավոր է, որովհետև նույն աշխատանքային միջավայրում աշխատում են տարբեր խառնվածք, պատկերացումներ, մոտեցումներ, ձգտումներ, հա, ունեցող մարդիկ, եւ հետեւաբար այստեղ անխուսափելի են կոնֆլիկտները, ավելի շատ այստեղ հարցն այն է, թե կազմակերպությունում ինչ մշակույթ է ընդունված հաղորդակցվելու կոնֆլիկտներին, լուծելու կոնֆլիկտներին, արդյոք կարելի է դրանք բարձրաձայնել, թե չի կարելի բարձրաձայնել, հա, դրանից է կախված ինչքան հավանական է, որ իրենք կոնստրուկտիվ կլուծվեն։ Շատ կարևոր հարց բարձրացրեցիք, ինչ մշակույթ է տիրում այդ կազմակերպությունում տվյալ։ Ինձ հետաքրքիր է ձեր աշխատանքային փորձը ու պրակտիկան, ինչ մշակույթներ եք դուք հանդիպել այս ընթացքում, որն է ամենատարածվածը մեր երկրում։ Ցավոք Հայաստանում հաճախ է լինում, երբ որ այնքան էլ ղեկավարությունը բաց չէ կոնֆլիկտները, որպեսզի բարձրաձայնվեն, հա, ու շատ հաճախ աշխատակիցները այսպես նախընտրում են այն ինչ որ իրենց անհանգստացնում է լռել այդ մասին, բայց պատկերացնում ենք, որ ցանկացած այսպես ճնշված էմոցիա ինքը չի կորում, այլ ճիշտ հակառակը կուտակվում է, ու հետեւաբար ինչ որ մի պահի շատ ավելի դեստրուկտիվ ձևով է արտահայտվելու, հետեւաբար այդ մշակույթի տեսանկյունից շատ կարևոր է, որ լինի բաց հաղորդակցություն, ինչ վերաբերվում է ես ինչ իրավիճակների եմ բախվել, տեսեք, շատ տարբեր կոլեկտիվներում եմ աշխատել, տարբեր են մոտեցումները եւ դրա համար ես համարում եմ, որ բացի նրանից, թե ինչ տիպի մարդիկ են հավաքվել մի աշխատավայրում, շատ կարևոր է ղեկավարը առհասարակ ինքը ինչպիսի մարդ է, հա, եթե մարդը տեսակով այսպես տագնապային է, պերֆեկցիոնիստ է եւ ամենակարևորը միայն աշխատանքի արդյունքն է, այստեղ աշխատակիցներն էլ են այդպեսին լինում, որովհետեւ իրենք այսպես վերցնում են այն մոտեցումները, որ ղեկավարը ունի, կամ օրինակ եթե միջին սերնդի ղեկավար է եւ իր կյանքի այսպես ամենակարևոր նպատակը աշխատանքն է, ինքը կարող է բնականից համարել, որ օրինակ աշխատակիցները մինչեւ գիշերը ժամ 8-9 պիտի մնան աշխատանքի եւ դա իր համար նորմա է, ոչ թե, հա, այո, որովհետեւ ինքն էլ է այդպես անում, ինքը իր զգացողության մեջ ոչ թե շահագործում է աշխատակիցներին, կարող է նաեւ այդպես էլ լինել, բայց իր համար դա նորմա է, ու դրա համար երբ որ ինչ որ աշխատակից օրինակ ասում է, հա, որ ես 6-ից հետո կներեք անձնական գործեր ունեմ, դա կարող է իր համար ընկալելի չլինել, դրա համար ղեկավարից անկախ նայած թե որ մակարդակում է կոնֆլիկտը արտահայտվում, շատ բան է կախված։ Շատ ճիշտ է եւ կարծում եմ այս խնդրին հանդիպում են ոչ միայն Հայաստանում, վստահ եմ նաեւ արտերկրում, շատ ենք նաեւ դիտում անգամ ֆիլմերում գեղարվեստական տեսնում ենք այդ օրինակները, երբ հաճախ մարդուն ասում են, գիտես, այ եթե դու ուզում ես քո գործնական կյանքում կարիերայում հաջողություններ գրանցես, իհարկե միշտ պետք է հասանելի լինես, չի կարելի այդպես ժամային գրաֆիկով աշխատել, միշտ պետք է պատրաստ լինես օգնել ընտանիքին եւ ընտանիքի անդամներին, սա եւս հաճախ օգտագործվող կարծում եմ տերմին է, որ մենք ընտանիք ենք, պետք է բոլորս օգնենք միմյանց եւ այլն, բայց միջազգային մշակույթում կարծես թե շատ կարեւոր դեր ունի մարդկային ռեսուրսների կառավարման թիմը, բաժինը, հա, կազմակերպությունում, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում
անգամ եթե կոնֆլիկտը ղեկավարի կամ խնդիրը ղեկավարի հետ է, աշխատողը կարող է դիմել մարդկային ռեսուրսներին եւ այստեղ հարցերը որոշակի այլ հարթությունում պետք է լուծվեն եւ պաշտպանվի նաեւ աշխատողի այստեղ իրավունքը այս դեպքում եւ շահը։ Արդյոք Հայաստանում նաեւ դարձյալ անդրադառնալով ձեր պրակտիկային աշխատանքային մարդկային ռեսուրսները կառավարող մասնագետները եւ բաժինները ունեն այդ լծակները այդ ամենը անելու համար։ Տեսեք, ես հիմա շատ ուրախանում եմ, որ կազմակերպությունները սկսել են շատ ուշադրություն դարձնել իրենց աշխատակիցների փափուկ հմտություններին, որովհետև ժամանակակից տենդենսները ցույց են տալիս, որ դու չես կարող ղեկավարել կազմակերպությունը միայն մտածելով եկամտաբերության մասին, այլ պիտի մտածես նաև աշխատակիցները իրենց ինչպես են զգում աշխատավայրում, հա, դրա համար շատ են դասընթացներ էմոցիոնալ ինտելեկտի, տարբեր հաղորդակցային հմտությունների, հա, այսպես զարգացումը եւ դա խոսում է այն մասին, որ կա ընդհանուր առմամբ տենդենսը, որ աշխատակիցների կարիքների եւ ապրումների մասին ավելի շատ հոգան, հա։ Ինչքանով է կարևոր HR աշխատակիցների դերակատարությունը, տեսեք, միջազգային պրակտիկայում HR-ները պատասխանատու են նաև նրա համար, որպեսզի գործառույթները ճիշտ բաշխեն, կախված աշխատակիցների խառնվածքից։ Օրինակ, եթե մենք պերֆեկցիոնիստին, այսինքն այսպես իդեալականության ձգտում ունեցողին, ով որ նաև շատ սիրում է, որ ամեն ինչ լինի հստակ դեդլայներով, հա, ամեն ինչ այսպես շատ իդեալական լինի ու շատ դնենք մարդու հետ, ով որ ավելի ստեղծագործ է, եւ իդեալականի դերը կախված լինի ստեղծագործի աշխատանքից, մենք այստեղ կոնֆլիկտներից չենք կարող չխուսափել, որովհետեւ իրենք ուղակի տարբեր այսպես տրամաբանության մարդիկ են, հա, ստեղծագործ մարդուն ավելի շատ տարածք է պետք, որ ինքը ավելի հանգիստ աշխատի եւ այստեղ ուղակի խնդիր կառաջանա։ Այսինքն երբեմն կոնֆլիկտները առաջանում են ուղակի դերերի սխալ բաշխումից եւ սահմանները սխալ դնելուց եւ այստեղ եւ HR մասնագետները եւ նաեւ ղեկավարների կոմպետենտությունը շատ մեծ դերակատարություն ունի, որ այսպես չլինի եւ կարծում եմ Հայաստանում հատկապես մեծ կազմակերպությունները եւ այսպես երկարաժամկետ նպատակներ ունեցող կազմակերպությունները փորձում են այսպիսի մշակույթներ դնել, որ աշխատակիցների ապրումները ավելի շատ հաշվի առնվեն եւ նաեւ այստեղ կարեւոր է որոշակիորեն հստակությունը, հա, օրինակ, երբ որ մենք ասում ենք, մենք ունենք մի հատ շտաբ գործ, մեկը կարող է շտաբ հասկանալ, որ հենց այսօր պիտի արվի, մյուսը հասկանալ, որ դա առաջնահերթ է այս շաբաթվա ընթացքում եւ այստեղ էլ կոնֆլիկտներ առաջանան, բայց ոչ հենց հիմա։ Դրա համար շատ կարեւոր է այսպես հստակությունը սահմանների, ձևակերպումների, գործառույթների եւ առաջադրանքների, որպեսզի կոնֆլիկտներ չառաջանան եւ նաեւ պարբերաբար HR մասնագետների կողմից հետադարձ կապի հավաքումը, հա, ինչն է աշխատակցին անհանգստացնում, ինչն է դուր գալի, ինչը դուր չի գալիս, դա հիմնականում անում է անանուն հետագա որոշումներ կայացնելու եւ մշակույթ փոխելու համար։ Այստեղ շատ կարևոր բան նշեցիք, որ այդ հաղորդակցությունը թիմի ներսում եւ ղեկավար աշխատողի դեպքում եւս կարծես թե շատ կարևոր է, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, անգամ եթե ղեկավար է, իհարկե իր ակնկալիքները ունի եւ ակնկալիքները ձևավորվում են նաեւ հենց իր սովորությունների կամ այն ամենի շնորհիվ, թե ինչն է, չէ՞, սովորաբար անում։ Իսկ եթե ես անում եմ այսպես, երևի թե աշխատողները եւս պետք է անեն այսպես, ակնկալիք այդպես է ձևավորվում եւ ինչպես նշեցիք, այո, հաճախ գուցե նույն բանի շուրջ շատ տարբեր կարծիքներ կամ ընկալումներ լինեն մարդկանց մոտ, բայց երբ խոսում ենք հենց ղեկավարների եւ ճիշտ ղեկավարների, մենեջերների մասին, ինչպես կարող է ղեկավարը, որոնք են այն նշանները, որը նա կարող է տեսնել եւ հասկանալ, որ ահա, թիմում օրինակ հասունանում է կոնֆլիկտ, որը հետագայում թիմային աշխատանքի դեպքում կարող է մեծ խնդիր առաջացնել եւ ինչպես նա կարող է լուծել այդ կոնֆլիկտը։ Առաջին հանգամանքներից մեկը լարվածությունն է աշխատանքում, երբ որ նկատում ենք, որ այսպես բարձրաձայնված, բայց լարվածություն կա։ Երկրորդը, երբ որ տեսեք, երբ որ կա կոնֆլիկտ, աշխատակիցները կա այսպիսի վիճակագրություն, որ տարեկան կտրվածքով կոնֆլիկտային միջավայրում աշխատող աշխատակիցները առնվազն 20%-ը իրենց աշխատաժամանակի օգտագործում են կոնֆլիկտների վրա։ Հետևաբար դա չի կարող չանդրադառնալ արդյունավետության վրա, հա, ու հետևաբար եթե կա արդյունավետության ընկնում է արդյունավետությունը կամ ինչ որ այլ խնդիրներ է զգում աշխատատնօրենը, ուրեմն այստեղ գուցե հարցը միայն աշխատակիցների կոմպետենտությունը չէ, այլ նաև էմոցիոնալ, հա, իրավիճակը եւ նաև կարծում եմ, որ ցանկացած լավ ղեկավար պիտի ճանաչի իր աշխատակիցներին եւ եթե կան օրինակ այսպես ավելի տոքսիկ բնավորությամբ մարդիկ, հա, որոնք սիրում են անընդհատ ինչ-որ ինտրիգներ անել, չգիտեմ, տեղեկատվությունը ոչ արժանահավատ տարածել կամ օրինակ հատուկ իրենց աշխատանքը որակով չանել, որ ուրիշի աշխատանքը դուժի, ղեկավարը պիտի այդպիսի բաները նկատի եւ արձագանք տա։ Ցանկացած նաեւ մյուս հանգամանքը, որ կարող է ազդել աշխատակիցների վրա, երբ որ
աշխատակիցներն իրենց գնահատված չեն զգում։ Օրինակ, եթե աշխատավայրում կան, այսպես ասած, մարդիկ, որոնք խոսքը ներողություն միայն ֆինանսական գնահատականի մասին չէ, բացարձակ ֆինանսականի մասին չէ, հա, այսինքն կարող է օրինակ զգացողություն լինի, որ ղեկավարը հատուկ վերաբերմունք ունի օրինակ մեկ աշխատակցի նկատմամբ, իսկ անկախ նրանից ես լավ եմ աշխատում, թե վատ եմ աշխատում, ես միևնույն է այսպես մնում եմ ստվերում։ Դա բնական անարդարության զգացողություն է առաջացնում, չգնահատված լինելու զգացողություն է առաջացնում, եւ սրանք հարցեր են, որոնք ղեկավարի համար են հետո խնդիր դառնալու։ Հետևաբար շատ կարեւոր է, որ ղեկավարի դերակատարությունը նաեւ այն է, որ ինքը հասկանա ինչ է կատարվում կոլեկտիվում եւ ժամանակին արձագանքի։ Որքան շատ բան է կախված չէ, լավ եւ գրագետ ղեկավարի գործողություններից։ Եվ նաեւ լինում են դեպքեր, երբ որ օրինակ հրապարակային ժողովների ժամանակ ղեկավարը շատ կոպիտ կարող է խոսել որևէ աշխատակցի հետ։ Ես այսպես որպես կոնֆլիկտաբան շատ դեմ եմ այդպիսի մոտեցման, որովհետեւ երբ որ դուք այսպես շատ հաճախ իրենք այսպես են մտածում, մեկին կոպտեմ, որ մյուսներն էլ հասկանան, որ չի կարելի ցուցադրական ինչ որ մեկը դառնում է խավության նոխած, բայց դա շատ սխալ մոտեցում է, որովհետեւ դա արդեն անառողջ վերաբերմունք է ձևավորում։ Բայց երբ որ ղեկավարը մոտենա այլ կերպ, այսինքն օրինակ հրավիրի աշխատակցին, ասի ես նկատել եմ այսպիսի բան, կուզեի հասկանան ինչն է պատճառը, այստեղ աշխատակիցը կարող է զգալ, որ ինքը ամեն դեպքում ղեկավարը ուզում է իրեն հասկանալ, այսինքն ինքը կարևոր է, ինքը արժեքավոր է, նույնիսկ եթե ինքը սխալվել է, դա այսպես սարսափելի չէ, հա, այսինքն ղեկավարը իր կողքին է եւ այդ դեպքում էլ ինքը խնդիրը ավելի հեշտությամբ կբարձրաձայնի եւ կարող են միասին լուծել խնդիրը։ Խոսենք նաև ղեկավար եւ աշխատող փոխհարաբերություններից, քանի որ հաճախ կոնֆլիկտները նաև այստեղ են առաջանում։ Եթե կա կոնֆլիկտ այսպես աշխատակիցների միջև, գուցե ճանապարհները լուծման ավելի հեշտ են թվում, բայց երբ ղեկավարի հետ է կոնֆլիկտը, հաճախ այսպես շատ դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է այդ կոնֆլիկտը լուծել, որոնք են այս դեպքում քայլերը, ինչպես կարելի է դիմադրել հաճախ առաջացող այդ пассив ագրեսիային եւ ինչ անել այս դեպքում աշխատողին։ Երբ որ ղեկավարը ունի կոնֆլիկտ աշխատակցի հետ, հասկացա։ Տեսեք, եթե ղեկավարի կողմից զգում է ինչ-որ վերաբերմունք, աշխատակիցը եւս կարող է բարձրաձայնել իր ապրումները, հա, որ ասել, որ գիտեք, ես այսպեսի ինչ-որ նախ այստեղ շատ կարեւոր է, հա, արձագանքելուց առաջ հասկանալ, ես ուզում եմ խնդիր ստեղծել, թե լուծել, որովհետեւ եթե մենք ուղղակի բուրըն արձագանքենք ուղղակի մեր էմոցիաները արտահայտելու համար, դա կարող ենք 10 րոպե հետո զղջալ մեր արածի համար եւ հետեւաբար բայց կարելի է խոսել փաստերով։ Փաստերը շատ կարեւոր են այս պարագայում, փաստեր եւ իմ սեփական ապրումները, որ օրինակ, երբ որ գիտեք, ինձ համար դժվար է, երբ որ չեմ պահվում պայմանավորվածությունը, ես դժվարանում եմ այսպիսի իրավիճակում աշխատել, կամ գիտեք, ես այս խնդիրը չկարողացա լուծել, որովհետեւ այստեղ ես զգում եմ, որ այստեղ ինչ որ լրացուցիչ աջակցության կարիք ունեմ։ Օրինակ, շատ հաճախ են իրավիճակներ լինում, երբ որ գալիս է մի նոր աշխատակից եւ հին աշխատակիցները այսպես իրեն ընկալում են որպես պոտենցիալ մրցակից եւ վտանգ եւ շատ բացական են ընդունում եւ բնականաբար այդ աշխատակիցը կարող է չհաջողել, որովհետեւ կարեւոր է որպեսզի ինքը ճիշտ մտնի process-ի մեջ, հա, ինքը տեղեկանա ինչ է կատարվում։ Եվ այս պարագայում ղեկավարը չխորանալով թե ինչ է տեղի ունեցել, կարող է մտածել, որ նոր աշխատակիցը ուղղակի լավը չէ։ Եվ այստեղ դրա համար շատ կարեւոր է բայց խոսել եւ փաստերով եւ նաեւ խոսել սեփական խնդիրների մասին, որովհետեւ մենք ցանկացած պարագայում, երբ որ մենք մեղադրանք ենք ներկայացնում, մեղադրանք ներկայացնելուց հետո մենք դիմացինի համար այսպես պատ ենք ստեղծում, հա, ինքը արդեն մտածում է ոնց մեզ արձագանքի։ Իսկ երբ որ մենք խոսում ենք մեր ապրումներից, խնդիրներից եւ այդ պարագայում դիմացինն էլ արդեն հա չի ընկնում այսպես հակադարձելու ճանապարհի մեջ, այլ ավելի շատ ինքն էլ ձգտում է մեզ հասկանալ ու օգնել։ Ես շնորհակալ եմ շատ կարևոր ու հետաքրքիր զրույցի համար։ Իրականում հարցերը շատ են, բայց ցավոք մեր ժամանակը ուղիղ եթերում այդքան էլ շատ չէ։ Վստահ եմ, որ մենք դեռ առիթ կունենանք հանդիպելու եւ խոսելու այս կարևոր թեմայի մասին։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, հորդորում ենք լինել հնարավորինս կառուցողական եւ երբ լինում են կոնֆլիկտներ կամ խնդիրներ, մի վախեցեք հաղորդակցվելուց, մի վախեցեք դրանք բարձրաձայնելուց, որովհետեւ լուծումները հենց այդտեղ են թաքնված բոլորի համար։ Լսենք երաժշտություն ու վերադառնանք։